Я знаю, что в элитах Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ռադիոհաղորդավար Եգոր Գլումովին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես էր Արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանը հույսը դրել Ռուսաստանի վրա, սակայն նրա խոսքով Ռուսաստանը լքեց Հայաստանին։ Ես գիտեմ, որ նրանց էլիտաների շրջանում կա այդ խոսակցությունը, որ նրանք մեզ թողել են, բայց ոչ ոք չի ցանկանում հաշտվել այդ մտքի հետ։ Նրանք չեն ուզում դա լսել, չեն ուզում դա հասկանալ։ Նրանք չեն հասկանում, թե ինչ են արել մեզ հետ։ Ինչու էի ես նոյեմբերի 9-ին Մոսկվայում։ Պատերազմի արդեն 38-րդ, 39-րդ օրն էր։ Ես պարզապես ինքս նախաձեռնեցի գնալ։ Ասացի, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև բարեկամական խմբի ղեկավարն եմ եւ թող գնամ, ծնկի գամ նրանց առաջ, համբուրեմ նրանց ոտքերը, պարզապես խնդրեմ, որ կանգնեցնեն դա։ Ես դրանից չեմ ամաչում։ Ես պարտավոր էի դա անել։ Ես այնտեղ էի, շրջում էի կաբինետներով, խնդրում էի նրանց, որ կանգնեցնեն պատերազմը։ Սակայն Սիմոնյանի խոսքով ամեն ինչ արդեն նախապես որոշված էր։ Գիտեք ինչն է ինձ ամենից շատ զայրացնում։ Ինչու է դա ինձ այդքան ցավ պատճառում, որովհետև ես դա չգիտեի։ Ես չգիտեի, որ գնալը, խոնարհվելը, խնդրընտրելը, նստելը, լաց լինելը, հնարավոր ամեն ինչ անելը պարզապես անիմաստ էր։ Որոշումն արդեն ընդունված էր։ всего бесит. Почему мне так больно? Потому что я же не знал этого, что мне вот идти и кланяться, там, просить, сидеть, плакать, я не знаю, делать все, что возможно, просто было бессмысленно.